Ակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Նիկոլն ընկել է դռնեդուր, բայց ավելի կոնկրետ կամ ուտում է կամ գնում է զուգարան, ամենայն դեպս այդ երկու տեսարաններն է լափից հետո զուգարան բնական է, ինքը գնում է զուգարանա մտնում, բայց դա ճիշտ ճանապարհն է, չէ՞։ Ցույց չեն տալի, ցույց են տալի, որ գնում են նայում։ Հա, չէ, լափը առանձին են ցույց տալիս, դա այդ պահը դա չէ։ Ինքը որ հիշում եք, որ նոր էր մտել, ուզում էր այդ պահն էլ նկարել հավանաբար, որտեղ ամեն ինչը նկարում էր։ Երևի մեկը ասաց մի նկարեք եւ ընդհանրապես էլ նայեք դրա կողքերը ովքեր են այդ Նիկոլի, ասենք այն թքող մոր թքող լակոտնա, այդ ինչա համբալոր համբալ թուլ են, հետո այն ինչա սուպի մակունց է, ինչա դա որ ասում է սա առաջվա Թուրքիան չի հարցակվելու, այդ ցախողված դիվանագետը, որը Նիկոլան քպեա, բայց իհարկե պիտի այդ ցախողվածները նրան ներկայացնեն եւ իմ այդ դժողքը որ բերել են, այդ խմբով են բերել, դրանցով ընդհանուր եւ սրանք ինչ է, սրանց բան ու գործը զբաղված են այս 8 տարի իրանց սխալները արդարացնելով, որովհետեւ դեպքում չլսեցինք որ դնեն, ասեն որ մենակ են բացահայտ դեպքերում մեկ էլ տենում ես ասում են հա մենք մնացել ենք նույն դասարանում, էդ էլ նենց հպանցիկ ասում են որ մի փրփուր ունենան, ասելու որ այո մենք ասել ենք որ ոչինչ չենք կարողացել անել եւ այդ ասֆալտը էլի եմ ասում որ իրենց այցեքարտն է եղել, հիմա ավերել է, ես այսօր եկել եմ, ուրեմն մենք միջև կենտրոն հասնելը 40 րոպե է տևել, 40 րոպե։ Եվ ինչ է անում այդ կլոնը, նոր դրել է այդ մայրուղին, որը ուրեմն օթակայանից մինչև Երևան կա եւ վատ վիճակում չէր, քանդելա սարքումը, այո, ձախ մասը հիմա, մի խոսքով, այսպես եւ ուզում է այդ Եվրոպայից եկողներին, որոնք մայիսի սկզբում գալու են, ցույց տա, որ տեսեք ձեր տված գումարները, վարկերը, չգիտեմ, փոշիացրելը հանցած ասվա, եւ եթե գնաս մի 2 կիլոմետր կողք, կտեսնես, որ գոյություն չունի ճանապարհ, չկա քանդու քրայը եւ ինքը ինչպես իր ԿՊՆ-ը, հենց էլ այդ ճանապարհներն են, դա իր դեմքն է, իր տեսքն է, իր ամեն ինչն է Եվ հիմա մարդը հասկացել է, ուզում է գնա եւ իր միակ պայմանը, որ փորձում է ունենալ, իր լինելն է, իր անվտանգությունն է, իր ընտանիքի անվտանգությունն է Եվ իհարկե դրանց կանդրադառնանք, բայց ես մի բան ուզում եմ ասել, գիտեք, ես հիմա շատ անգամ ա եղել, որ ողջույններ են փոխանցել, բայց մեկը այնքան համար ջավախքի մեր հայրենակիցը ասաց, ես ուզում եմ ասես, որ մենք բոլորով Անժելա Թովմասյանի կողքն ենք, այսպես հայտարարություններ եւ ես իրեն խոստացա եւ դրանից հետո մի ծաղկավաճառ կին, որը ակումբը գովելով նաեւ ինձ էլ անդրադարձ արեց եւ դրանից հետո այն մեքենայի վարորդը, որը կանգնեց փողոցը կանգնեցրեց եւ ուզեցավ իր ողջույնները փոխանցի այս ակումբին եւ ակումբում ելույթ ունեց, այսինքն պայքարի մարդկանց իդեմս Անժելա Թովմասյանի սա միշտ է եղել, բայց այս անգամ քանի որ հատուկ խոստացա մեր հայրենակցին դա անել, հիմա ուրեմն փոխանցեցի Եվ հիմա ասեմ այո, որ պատրաստվում է հեռանալ եւ այդ հեռանալը իհարկե իր անվտանգության բարձիկներն է ուզում ապահովել եւ դրանցից առաջի քայլն էր, որ պիտի տիկնոջը հեռացներ։ Տիկնոջը հեռացնելով իր ընտանիքի անվտանգությունն էր փորձում ստեղծել, բայց հետո հասկացա, որ առանց Անայի ինքը փալաս է դառնում։ Մի անգամից տրոհվում է այդ ԿՊ-ն եւ մյուսները նայում են ոնց թե Անան գնաց։ Եթե Անան թքեց սրա վրա գնաց, ուրեմն ինչ որ բան կա, որ մենք չգիտենք, այսպես բաներ եւ հիմա ներսից արդեն այդ կառույցը փլուզվում է իհարկե միայն դրա համար եւ հիմա որ նա հասկացա որ ուրեմն Անայի ներկայությունը ինչ որ բաներ սրան ամրացումներ տալիս էր բայց հիմա արդեն տրոհված վիճակ է ամեն դեպքում տրոհված է որովհետեւ այդ ճաքը կա որովհետեւ բոլորը տեսան որ կարա sense վիճակ գա որ իրենք հանգիստ թռնեն եւ այդ ամբողջ պարագլուխները կպեական մնան հարվածի տակ իսկ դա լինելու է պատասխանը պիտի տան եւ այդ հարյուրավոր, հազարավոր աղետները, որ բերել են մեր երկրի գլխին, դրանք ամենքը առանձին հավերժորեն դատապարտվելու դեպքում էլ չես կարող արդար հատուցում համարես, որտեղ մարդկության պատմության մեջ նման բան չի եղել, որ գան կործանեն մի ամբողջ հայրենիք, մի ամբողջ հատված հանձնեն թշնամուն, կան այստեղ Բարբաջան լրիվ հակառակը, այն որ մի քայլ առաջ ասում էին սա Հայաստանն է, մի քայլ հետո դա Ադրբեջանը, մի քայլ հետո էլ ուրիշ բան կարա ասի, մի հատ ուրիշ երկիր գա թափով տա գլխին, կասի սա Ռուսաստան է, պետք լինի կասի սա Չինի, կասի, իրեն ինչ է եղել, որ փողը դուրս գա։ Եվ ամբողջ ԿՊ-ի համար սա լափի մասին էր, այս ամբողջ տարիները ոչ թե հայրենիքը, ոչ թե ազգային արժեքները լափի
ես մի գրառում էի դառնորեն առել իմ զգացողությամբ այս վերջի շրջանի, որ բոլոր ոլորտները ավիրեցին, եւ քաղաքական, եւ անգամ քաղաքական, գիտեք, այդտեղ էլ ինչքան էլ որ մարդիկ փորձում էին ներկայացնել ծրագրեր, մի քիչ ավելին քան կարող էին, մի քիչ ավելին, սա լրիվ սուտ բաներ է ներկայացնում, սա գալի կեղծ բաներ է, արժեքներ է ներկայացնում եւ այդ խաբեությունը տրվողներ կան։ Պատերազմից հետո ինչով սրանք կայացան, Արցախը ամրացնելու ենք, Հադրութը, մյուսը Շուշին վերադարձնելու ենք, սրանք եկան սուտը, խաբեությունը, կեղծիքը նորից տիրական դարձրեցին եւ քանի որ հասկացել են, որ իրենք որևէ լուրջ արգումենտ չունեն վերարտադրվելու, դա միայն սուտն է, կեղծիքն է, շարլատանությունն է, դա էլ բանեցնում են։ Եվ դա ընդունողներ էլ կան, եւ պատահական չի, որ այս վերջի մի ամիսա, 2 ամիսա 10,000 դրամ որոշեցին տալ, ձեզ այդքան են գնահատում։ Եվ ասում են ձեզ դա էլ է շատ։ Դե սկզբում միջև տալը ասում էր դա շատ է, դա չեք իմանա ինչ անեք, հետո բացատրեցին եւ որ եթե ուզում ես դու 100 միլիոնավոր դոլարներ նորից շահես, այդ 10,000-ը տուր, այդ ինչա որ չտաս։ Այսինքն նայ գցես բռնեցա էլի ես ոնց չհիմարացնեմ նորից իմ թալանին լինեմ եւ նաեւ են իսկապես ապահովությունը, որ այդ աթոռները իրենց տալիս են, բայց ես հայտարարել եմ բոլոր նրանք, ովքեր գալիս են ոչ հայրենիքին, ազգին ծառայելու, առաջարկություն եմ անում այդ աթոռների վրա ելուստ դնել, որպեսզի սրանք երբ նստեն այդ աթոռների խորությամբ զգան հայրենիքը լափաման դառնալու արժեքն ու գինը։ Գյումրի իր այցը, հա, մասամբ խոսեցինք։ Գիտեք, երբեմն լինում են պահեր, որ հասկանում են, որ սրանք իսկապես չեն կարողացել հայկականությունը ջնջել։ Գյումրին իմ համար այդ հատվածներից է, որտեղ այո այդ արվեստի եւ արեստի քաղաքը ցույց տվեց արա դուք ով եք այ քպեական ողորմելի դուքով տերյապկեք ով եք դուք իրանք պլանավորեցին իրանց առաջնորդին թեմի քաղաքապետարանին առաջնորդ 10 քանի բայց դրանք բոլորը միևնույն է գյումրեցիները բոլորն են այդ երամի թռչունները բոլորն են այո այդ արսիվներն են բոլորը եւ նրանց եւ քաղաքապետը որը տիրաբկանորեն հայ է եւ նրա հայկական արժե համակարգի կրող լինել ես գիտեմ այն պահից, անկեղծ եմ ասում, այն պահից, երբ Թումանյանի տունը Վրաստանում վաճառվող, Թբիլիսիում վաճառվող տունը գնեց նվիրեց հայությանը, ոչ թե իր սեփականությունը դարձրեց, այլ նվիրեց հայությանը, ձեր մեծ գրողի տունը, սրա նրա ձեռքը չպիտի ընկնի, դա պիտի լինի մերը, սա միայն կաներ հայ մարդը, եւ այն պահին ես որոշ մանրուքներ գիտեմ, երբ նա որոշեց այդ տունը գնել եւ նվիրել մեզ, այդ ժամանակ գիտեք, որ տանտերը հասկանալով, թե սա ում տունն է, որոշեց գինը ավելացնել։ Բայց միևնույն է գնեց։ Նա գնեց, միևնույն է գնեց, նրա համար գումարի չափը ոչ մի բան էր։ Նա, որտեղ ոգեղեն արժեքների կրող է։ Եվ նույնը սրբազանը, մեր սրբազանը ինչ անում, նա իհարկե ողջ հայության մասշտաբով սրբազանը, այն սրբազանը, որի խոսքը հայերը լսում են ամբողջ աշխարհով մեկ եւ հասկանում են, որ ազնվազարբ ներկայություն կա, որը այս պահական չէ, ինչպես ասենք այն բռնցքամարտիկը, որ կարա այսօր էս իշխանությանը գովի, վաղ էս իշխանության մյուս օրն են, այն մյուս օրն էլ կսպասես Նիկոլին Քծողին կասի, ես քո ցավը տանեմ, դու գիտես չէ, որ ես տակից քեզ էի գովում, ուղակի ես պային հելավ դեմս, իրան ասի քեզ։ Այսինքն այս մարդը, որը որ մենք տեսանք փաստով, էսա, չեմ նվաստացնում այն հաղթանակները, որ նա ունեցել է, այո, ես էլ այդ բերկրանքը ապրել եմ, բայց ես ուզում եմ ասել մի բան, այս ինչ կատարվեց, այս ինչ եղավ, սա մեծ աղետ էր այդ մարզիկի համար, ես ուզում եմ, որ մյուս մարզիկները շատ զգուշ լինեն, օրինակ ես իմ համար եղել եմ միշտ հպարտանալու առիթ Հենրիկ Մխիթարյան, մեր ֆուտբոլիստը, մեր առօրյա շախմատիստը, սրանք, որոնք համաշխարհային համբավ ունեն, եւ այսօր եթե գնաք Գերմանիայում էլ այդ երկու անունները տակ, Հենրիկ Մխիթարյան թե Արթուր Աբրամ, Հենրիկին են էլի այն Գերմանիայում, որտեղից ինքը մեկը Հենրիկին են ճանաչում, որտեղ Բորուսիայի ֆուտբոլիստ է եղել եւ մեծ ուրեմն նվաճումների է հասել, բայց նաև իր մարդկային կերպարը, իր իմացությունները, իր խելացիությունը, իր հայրենանվիրությունը եւ իր որդու արժանապատիվ կերպարը, երբ իր մորը ֆեդերացիան աշխատանքից ազատեց, նա միանգամից դուրս եկավ այդ ֆեդերացիայից էլ այդ ֆուտբոլի հավաքը, ինչու որտեվ առաջի հերթին նա իր ծնողների զավակն է։
Եվ եթե դու դա ուրանում ես, դու ամեն ինչ կուրանաս։ Եվ նա ցույց տվեց, եւ այդ ֆեդերացիան միջև հիմա էլ չկարողացավ ուշքի գալ։ Ինչի ուշքի չեկա, որովհետեւ այդ նույն սաները տեսան իրենց մեծագույն ֆուտբոլիստի հետ ինչպես այսքան ԿՊ-ն ձախողելա բոլոր ոլորտները։ Չկա մի ոլորտ, որտեղ սրանք մտել են, դա կլինի մշակույթ, դա կլինի սպորտ, ինչ ուզում է լինի, քաղաքականություն, այդտեղ միակ տեղը, որտեղ չեն ձախողել, անվրեպ միտված են, գնում են եւ տիրաբար հասնում են, դա լապն է։ Որտեղ լապաման, այնտեղ ԿՊ, որտեղ շարունակություն է լապի շուրջ, այնտեղ ԿՊ, զողությունը, այդտեղ ԿՊ-ն չկա։ Այնտեղ որտեղ վտանգ կա, ամբողջ Արցախյան պատերազմում չէր տեսնի, որ ԿՊ-ի որևէ գոյանք գնար իր կյանքը վտանգելով Արցախի համար մի բան աներ։ Ես չեմ ասում մարտերի մասնակցել, բայց գոնե այն ջոկատները, որոնք առաջնյակ գծում էին եւ ռազմամթերք չէին ստանում եւ մթերք չէին ստանում, դրանց կարողանային ուրեմն օժանդակել, տանելով, օգնելով, դա էլ չեն արել, որովհետեւ սրանք շատ կարգին թաքնվել են եւ շատ կարգին թալանի էին նախապատրաստվում, ինչը արեցին եւ դա 8 միլիարդ դոլար արժեցավ եւ մենք հիմա այդ բոլոր գումարները, որոնց թվում պարգևավճարներն են, մյուս են, այս ամբողջ արդյունքում չտեսանք։ Ես հիմա գալիս եմ եւ մտածում եմ այն աջափնյակի մետրոյից տեսնես լավ օգտվում են մեր հայրենակիցները, որը սրանց ուրեմն նորից կարգախոսներից մեկն էր, սուտը, գեղձիկը ինչքան կարելի է լավ։ Բայց այս մարդը հիմա ուզում է գնա եւ ԿՊ-ն տագնապի մեջ է, ԿՊ-ն սանցին ասեցիք մասամբ։ Դե ասեցի, հիմա ասել ամեն դեպքում կուզեի որ ինքը դասեր քաղել, մենք այդքան էլ հարուստ չենք ամեն ինչը, որ փորձենք մեր նվաճում ունեցողների միջև վերջ ոչնչացնել, ես նրան համարում եմ այս պահին մոլորված մեկը եւ գիտեմ որ հույս կա, գուցե ոգևորվել է այն փաստից, որ այդ իր անունով սպորտ դպրոց է, մարզադպրոց է ստեղծվում, այս է լինում, բայց չէ որ այդ մարզադպրոցը ցանկացածի օրոք իր համար կլիներ, որովհետեւ ինքը նվաճել է այդ իրավունքը եւ իր մարզական նվաճումները հնարավորություն տալիս են, ինչպես որ ասենք Արթուր Ալեքսանյանի համար պիտի մարզադպրոցը, բայց Արթուրը չի գնալու եւ խոնարհվի չգիտեմ ինչ, որ կեցեք, էս, Արթուրը իր ազգին է պատկանում, բոլոր ուղություններին, բոլոր թևերին եւ եթե որևէ տեղել ինքը ձայն է հանելու, դա գոնե հասկանալի կլինի, որ ասենք մարզական աշխարհն է ներկայացնում, շատ հնարավոր է, ասենք Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը սատար կանգնի, որովհետեւ նա էլ անընդհատ սատարել է մեր մարզիկներին։